Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցության ծրագրում առաջնահերթությունը երկրի անվտանգությունն է։ Ըստ կուսակցության ծրագրի բանակը պետք է լինի մասնավոր, այդ ճանապարհով հնարավոր կլինի համալրել զինված ուժերի հնարավորությունները։ Ցուցակի երկրորդ համար Հմայակ Հովհաննիսյանը որպես արդյունավետ լուծում բերում է հարևան պետությունների և դաշնակիցների օրինակը։ Նրա խոսքով Արցախյան 44-օրյա պատերազմում այդ պրակտիկան կիրառել է Ադրբեջանը, իսկ Հայաստանի կառավարությունը իրենց հայտառաջարկը մերժել է։ Պնդում է, որ իրենց ուժը միակն է, որն այսպես ասած երրորդ ճանապարհն է ընտրել, չի աջակցում ոչ ընդդիմությանը, ոչ էլ իշխանությանը։ Վերաբերմունք ցուցաբերեն մարդիկ, այս երկրի իշխանավորները ինչ արեցին, օրենք ընդունեցին, որ մենք վարձկաններին չենք օգտագործում։ Այսինքն Ռուսաստանի նման երկիրը, որը ունի այդ մեծ ազգաբնակչություն, Հյուսիսային Կորեայից բերում է զորքեր, որպեսզի համալրեն իրենց հնարավորությունները եւ իրենց միջոցները, իրենց ուժերը։ Որոշումները, այն որոշումները, որոնք ճիշտ են այս պահի համար, կարող են վաղը արդեն դրա կարիքը չլինի, բայց այն ժամանակ այդ լուծման կարիքը կար եւ այդ լուծումը կարող էր բազմաթիվ մարդկային կյանքեր փրկել, մեր երեխաների կյանքեր փրկել։ Մեր թիմը ինչ թիմ է։ Մեր թիմը այն թիմն է, որ զորավարների ոգին, սպաների, հայ սպաների, հայրենասերների ոգին միավորվել է հայ քաղաքագետների իմաստության հետ։ Այս է մեր ուրեմն ընտրացուցակը։ Մեր ընտրացուցակի հիմքում, եթե անվանապես նայես բոլորին, ուրեմն այնտեղ առաջի 15-ի մեջ 7-ը Հայաստանի քաղաքագետների միության անդամներ են, անկուսակցական, 8-ը կուսակցության, Քոչարի կուսակցության անդամներ են։